Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը, որին քաղաքացիական պայմանագիր խմբակցությունն առաջադրել էր բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու, մեղադրվում է դատավոր Սարգիս Հովհաննիսյանին ֆեյսբուքյան գրառմամբ վիրավորելու մեջ։ Սրա մասին հայտնում են քննչական կոմիտեից։ Ֆակտոր TV-ի աղբյուրների փոխանցմամբ վարույթը նախաձեռնվել է 2025 թվականի օգոստոսի սկզբին, սակայն Սիրունյանն առաջին անգամ քննչական կոմիտե է հրավիրվել հոկտեմբերի 22-ին։ Նույն օրը նրան մեղադրանք է ներկայացվել եւ նախաքննության ավարտ հայտարարվել, որից հետո գործն ուղարկվել է հսկող դատախազին դատարան ուղարկելու միջնորդությամբ։ Սիրունյանի ֆեյսբուքյան գրառման բովանդակությունն առնչվում էր այն պնդմանը, որ մարզերից մեկում քննչականի պետն է գործերի բաշխումն անում։ Հիշեցնենք, որ ֆեյսբուքյան գրառման համար հոկտեմբերի 16-ին քրեական հետապնդում է հարուցվել նաև փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ։ Ի տարբերություն Սիրունյանի գործի, Կոչուբաևի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել է դատական դեպարտամենտում ծառայության մասին օրենքում փոփոխություններ նախագծող օրենքի նախագիծը։ Ըստ Հայաստանի արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանի առաջարկվում է սահմանել, որ դատական դեպարտամենտի ղեկավարի եւ դատարանի դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում նշանակվելու համար բավարար լինի միայն իրավագիտության բակալավրի կամ իրավագիտության մագիստրոսի որակավորման աստիճանի առկայությունը։ Օրինագծի վերաբերյալ առաջին ընթերցումից հետո առաջարկներ չեն եղել։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հաստատել է նույնականացման քարտի վերջնական տեսքը, ներառյալ ֆոնային գեղարվեստական լուծումները, անվտանգային բաղադրիչները եւ տվյալների դաշտերը։ Սրա մասին հայտնել են ներքին գործերի նախարարությունից։ Pixart ընկերության մասնագետները, որոնք մասնակցում են անձնագրերի ձևավորման գործընթացին, ներկայացրել են վիզաների էջերի ձևավորման տարբեր գաղափարներ եւ դիզայններ։ Քննարկվել են նաեւ ընթացիկ աշխատանքները, միգրացիա եւ քաղաքացիության ծառայության նոր կենտրոնական գրասենյակի շինարարությունը։ Նույն շենքում կտեղակայվեն նաև գործընկեր կազմակերպության աշխատակազմը, տվյալների կենտրոնը, ինչպես նաև փաստաթղթերի անհատականացման եւ տպագրման բաժինները։ Ներկայացվել է տարածքային գրասենյակների արդիականացման ծրագիրը։ Երևանում նախատեսվում է բացել 2 ընդարձակ եւ հարմարավետ գրասենյակներ, ապահովված ժամանակակից տեխնիկայով, ինքնասպասարկման սարքերով, կահավորված սպասասրահներով եւ միջազգային չափանիշներին համապատասխան պայմաններով։ Մարզերում կբացվեն եւս 21-ից 22 գրասենյակներ, նույն ձևաչափով եւ տեխնիկայի հագեցվածությամբ։ Հայտարարության համաձայն նման լուծումներ կկիրառվեն նաև միգրացիա եւ քաղաքացիության ծառայության գրասենյակներում։ Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանի որոշմամբ նշանակվել են վերջինիս խորհրդական։ Սրա մասին հայտնում է Երևանի քաղաքապետի նախկին մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։ Համակարգելու եմ կառավարության կողմից սուբվենցիոն ծրագրերի լուսաբանման գործընթացը, որոնք ուղղված են համայնքային ենթակառուցվածքների զարգացմանը, ճանապարհաշինությանը, սոցիալական նշանակության նախագծերի իրականացմանը եւ դրանց արդյունքների ներկայացմանը, ինչպես նաեւ մի շարք այլ ուղղություններին, նշել է նա։ Ավելի վաղ հոկտեմբերի 1-ին Կոստանյանը հայտնել էր Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնից հեռանալու մասին։